Հարգելի գործընկերներ, շրջանառության մեջ եմ դրել օրենքի նախագիծ, որով առաջարկում եմ էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայություն մատուցող ընկերություններում օրենքի սահմանել նախ ինչ են իրենից ներկայացնում էլեկտրոնային հարթակներով տաքսի ծառայություն մատուցելը եւ նաեւ սահմանել, որ այս ընկերությունները վարորդների կողմից գանձվող միջնորդավճարների առավելագույն չափ պետք է սահմանվի 10%-ը, այսինքն ավելի առարկայական եւ հասկանալի լեզվով ասած, այն ընկերությունները, ովքեր որ այս ծառայությունները մատուցում են, օրինակ Yandex-ը, Jiji-ն, մյուս հարթակները, նրանք գումար են վերցնում հաճախորդներից, տաքսու պատվեր կատարողներից եւ գումարը փոխանցում են վարորդին։ Եվ այստեղ միջնորդավճար են գանձում, այս պահին մոտավորապես 20% մինչև 25%-ով առաջարկը եղել է հետևյալը, որպեսզի առավելագույն շեմ սահմանվի 10%-ը, բայց կառավարության գործընկերների հետ մի շարք քննարկումներ ենք ունեցել ու դեռևս համաձայնության չենք եկել, այդ իսկ պատճառով խնդրեմ, որպեսզի այս հարցը եթե քննարկելու ենք քննարկենք, բայց եւս չքվեարկենք եւ հետաձգենք մինչև հաջորդ քառօրյա։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, իրականում այս տաքսիների խնդիրը ահագին երկար քննարկվում է, մի քանի հարցեր էին իրանք առաջ քաշում, համ միջնորդավճարների հարցներ, համ ստաժի հարցներ, համ առողջության ապահովագրության հարցներ, մեր մոտ կարծեմ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հանդիպում է ունեցել ստաժի հետ կապված, առողջության ապահովագրության հետ կապված արդեն լուծումները գտնվել են, այսինքն այդ մասով լրիվ հասկանալի վիճակ է, հետո կարծում ավելի մանրամասն կներկայացվի։ Միջնորդավճարների պահով պարոն Սարգսյանը նաև քննարկում էր կազմակերպել, եկել էին նաև on-line հարթակների ներկայացուցիչները, տեղանկեղծ ասած իմ մոտ էլ որոշակի հարցեր առաջացավ։ Կարծում եմ այդ վիճակագրությունը, որ մենք իրանցից ուզեցինք ներկայացնեն, հետո ավելի ճիշտ որոշում կարող ենք կայացնել։ Դրա համար եկեք հարցի քննարկումը ըստ կանոնակարգի մինչև 2 ամիս ժամկետով ենք հետաձգում, եթե այդ ընթացքում պատրաստ կլինեք, տեղյակապահ գրություն կուղարկեք ու կանդրադառնանք այս հարցին։ Շնորհակալություն։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ իմ հարազատ տնտեսական հարցերի հանձնաժողովին, կհանդիպենք վաղը։ Խնդրեմ, պարոն Մինասյան, եթե հարց ունեք, Պարզ բաներ, հիմա դուք ասացիք տաքսիներին է վերաբերում միայն, բայց ձևակերպումը իր մեջ ներառում է փոխադրման պատվերների ընդունում իրականացում։ Սա բեռնափոխադրում չի ենթադրում նաև։ Ուրեմն ասել, մի քիչ ավելի լայն է ձեր առաջարկը, քան թե միայն տաքսիները չէ։ Այդ ու նաև դրսից։ Ասենք Հայաստանում բեռնափոխադրումներ եւ ուղևորափոխադրումներ առաքման ասենք օրինակ Չինաստանից ապրանք եք գնել, ուզում եք Հայաստանում ստանալ։ Չէ, ձևակերպման ներքո էլեկտրոնային հարթակ եւ այլն։ Ուրեմն ասեմ, այստեղ մի հատ հստակություն ունենք։ Արդյոք դա վերաբերում է նաեւ Հայաստան բեռնափոխադրումների, օրինակ պատվիրատուն Հայաստանում նստած ուզում է ինչ-որ ապրանք է գնել, ասում է բերեք Հայաստան։ Այդ կարգավորմանը վերաբերում է, թե չի վերաբերում։ Էլեկտրոնային արտակա իհարկե կա, բազմաթիվ էլեկտրոնային արտակներ կա, որ դու ասում ես, ես գնել եմ էսի, ուզում եմ ստանալ։ շատ լավ, այդ արդեն մինչև հանձնաժողովի նիստը եթե կարիք լինի կհստակեցվի։